Էվա ջան, ողջույն։ Ողջույն։ Քանի տարեկան ես։ 8 Շատ լավ։ Կնկարագրես քեզ մի քանի բառով։ Կամ 3 բառով։ Խելացի, աշխատասեր, բարի։ Ապրես։ Կպատմես ինձ, ինչն է քեզ երջանկացնում։ Որ դասերին միշտ բարձր գնահատականներ եմ ստանում։ Որ նվերներ եմ ստանում։ Օ, շատ լավ։ Որն է քո վերջին ստացած նվերը, որից շատ ես ուրախացել։ Ինձ նվեր էին նվիրել փափուկ խաղալիք, դրանից շատ էի ուրախացել։ Ինչ խաղալիք էր։ Կապույտ գույնի արջուկ։ Հա, շատ ես սիրում կապույտ գույնի արջուկ։ Ստիչիներ նման։ Այո։ Հա, ստիչներ։ Այն։ Բայց մեզ արջուկ։ Ախ, ստիչն են քեզ նվիրել։ Սիրում ես ստիչին։ Այո։ Դիտել ես ֆիլմը։ Այո։ Որ պահն է քեզ այդ ֆիլմի մեջից ամենաշատը դուր գալիս։ Ստիչի պահերը։ Հենց իր պահերը։ Շատ լավ։ Դու ունես տանը ընտանի կենդանի։ Այո։ Ինչ կենդանի է։ Շուն։ Ինչ է անունը։ Միկի։ Շատ լավ։ Կասես ինձ, դու շրջագայել ես, տարբեր երկրներում եղել ես։ Այո։ Մի քիչ ուզում եմ պատմել շրջագայությունների մասին, որտեղ ես եղել, որտեղ է ամենից շատ քեզ դուր կա եկել։ Եղել եմ Վրաստանում, Եգիպտոսում, Դուբայում, 3 երկիրներն էլ ինձ շատ դուր են եկել, որովհետև գեղեցիկ էին։ Շատ լավ, իսկ ամենից շատ որն է դուր եկել։ Եգիպտոսում։ Ինչ ես այնտեղ արել, որ հավես էր։ Միշտ գնում էինք ամեն օր, գնում էինք մեր հյուրանոցի մոտ կար լողավ, այդտեղ էինք ամեն օր գնում, լողանում էինք, դա էր ամենալավը։ Սիրում ես ծով։ Այո։ Լողալ գիտես։ Այո։ Գնում ես լողի։ Ոչ։ Որևէ խմբակ հաճախում ես։ Այո։ Կպատմես։ Գնում եմ բարի խմբակ, դասապատրաստումների, երաժշտության, ռուսերենի, ֆրանսերենի, Ավելի շատ պարել ես, սիրում թե երգել։ պարել։ Ինչպիսի պարեր ես պարում։ Հայկական, հիփ-հոփ, լատինո եւ Ինչն է քեզ ամենից շատ դուր գալիս պարի մեջ։ շարժումները։ Հա։ Շարժում անելիս ինչպես ես քեզ զգում։ Ուրախ։ Շատ լավ։ Կպատմես ինձ, ով է ձեր ընտանիքում ամենաուրախ մարդը։ Բոլորը։ Եթե ինչ որ մեկին կարողանանք առանձնացնել։ Ես։ Շատ լավ, եղբայր կամ քույր ունես։ Եղբայր ունեմ։ Փոքր, մեծ։ Մեծ։ Հեշտ է լինել փոքրիկ քույրիկ։ Հա։ Իսկ որոնք են դժվարությունները փոքր քույրիկ լինելու։ Դժվարությունները։ Չկան դժվարություններ։ Հա։ Չեք կռվում իրար հետ։ Չէ։ Շատ համերաշխեք։ Շատ լավ։ Ինչ ես կարծում, ինչու են մաման պապան քեզ ունեցել։ Որ շատ բալիկներ ունենանք։ Ապրես։ Ես մայրիկին չեմ տեսել։ Որ խնդրեմ կնկարագրես մայրիկին։ Ինչ ձև է մայրիկը։ Բարի, գեղեցիկ, հոգատար, Ինչն է քեզ իր մեջ դուր գալիս։ ամեն ինչ։ Իսկ կա ինչ-որ մի բան, որ դուր չի գալիս։ Չէ։ Կպատմես ինձ որևէ ուրախ հիշողություն մայրիկի հետ կապված։ Դե մենք միշտ իրար հետ ենք լինում։ Լինում է մեկ-մեկ, որ մաման չխենացած է լինում։ Տենց, բայց միշտ իրար հետ խաղեր ենք խաղում։
դասերն ենք անում իրար հետ, երբ որ չեմ հասկանում ինչ-որ բան, լիքը էլի բաներ։ Իսկ ինչի՞ց է մաման ջղայնանում։ Չգիտեմ։ Չես հարցնում։ Շատ լավ։ Ինչ խաղ կա, որ կուզեիր մաման քեզ հետ խաղար ավելի շատ։ Չգիտեմ։ Չկա տենց խաղ։ Լավ։ Հիմա պատմիր ինձ մի փոքր քո երազանքներից։ Ինչ ես դառնալու, երբ մեծանաս։ Պարուհի։ Օ, արդեն որոշել ես։ Շատ լավ։ Ենթադրենք դու արթնացար եւ արդեն պարուհի ես դառել։ Մեր պատկերացնենք այդ օրը։ Կնկարագրես ինձ ինչպիսին է այդ օրը, ինչ ես անում եւ այլն։ Նախ կանեմ բացում, շատ երեխաների կսովորեցնեմ հայկական բառեր, այլ բառեր, բայց կարևորը որ դառնամ պարուհին։ Իսկ ինչ պետք է անել դրա համար։ Լավ սովորել, ուշադիր լինել եւ ճիշտ ամեն շարժումն անել։ Ինչ է տխրությունը։ Երբ նեղված ենք լինում, տենց տխրում ենք։ Տխրությունը նրանից է, որ եթե ինչ-որ մեկը բան է ասում կամ նեղված ես լինում, տխրում ես։ Ճիշտ է։ Ինչից ես դու տխրում։ Ես որ մեկ դասերին լավ չեմ պատասխանում։ Ինչու։ Չգիտեմ։ Քո համար կարևոր են դասերը։ Այո, Իսկ գնահատականները։ ինքս Ինչով ես դու տարբերվում մնացած երեխաներից։ չգիտեմ, երևի գիտելիքով։ Շատ խելացի ես։ Իսկ ինչպես ես սովորում։ Գերազանց։ Օ, շատ լավ։ Քո կարծիքով ինչու են մարդիկ ստում։ Չգիտեմ։ Ինչու են խաբում մարդիկ։ Երևի չգիտեմ, որ ստել է բան։ Շատ լավ։ Ինչ է հարսանիքը։ Ամուսնության նշան է։ Ինչպես։ Ամուսնության նշան է։ Այո։ Ինչու են մարդիկ ամուսնանում։ Որ երջանիկ լինեն ու շատ երեխաներ ունենան։ Ապրես։ Ինչու են մեծահասակները միշտ սուրճ խմում։ Երևի որ մեծահասակ են դրա։ Շատ լավ։ Եթե դու լինեիր մեր երկրի նախագահը կամ վարչապետը, ինչ օրենք կմտցնեիր առաջինը։ Որ բոլոր երեխաները միշտ դասերը լավ սովորած կային դպրոց ու երբեք ցածր գնահատականներ չստանային։ Որտեղից են գալիս փողերը։ Աշխատանքից։ Քո մաման ու պապան ինչ են աշխատում, գիտես։ Մամաս բարուսույց, պապա շինարար։ Շատ լավ։ Հա, պապայից մոռացանք խոսենք։ Մամայի նկարագրել ենք, հայրիկին չէ։ Հետո որ նայեք, հայրիկը կնեղանա, որ իրանից չենք խոսել։ Դե համար պետք մի քիչ է հայրիկին նկարագրի, ինչ ձևի է հայրիկը։ Բարի։ Նենե ինչ-որ հայրիկը։ Դեռիվ նույնն է, չի տարբերվում։ Ինչով ես սիրում, երբ հայրիկի հետ զբաղվում ես։ Դե խաղում ենք։ Լիքը բաներ ենք անում։ Որ խաղերն եք խաղում, որ սիրում ես։ Տարբեր խաղեր։ Դե պատմի մի փոքր։ Մրոցի 5 վայրկյանում 3 բառ ասել։ Օ։ Էդ ինչ լավ խաղ է, 5 վայրկյանում 3 բառ։ Շատ լավ խաղ է։ Հետո Պուկ-տիպուկ։ Մեկ դասերը որ կարդում ենք։ Ուրիշ շուտասելուկների գրքեր ունենք, այտենց շուտասելուկներ ենք իրար ասում։ Լիքը խաղեր էլի։ Շատ լավ։ Ո՞նց է քեզ պապան դիմում։ Իմ աղջիկ։ Իսկ մաման։ Իմ աղջիկ։ Հա, երկուսն էլ իմ աղջիկ են դիմում։ Եթե դու ստեղծեիր քո ուզած դպրոցը,
Ինչ ձևի այն կլիներ։ Մեծ մինչև 12-րդ դասարան և ոչ թե լիներ մինչև Կ դասարան, այլ մինչև Ե դասարան։ Հա, ինչու։ Որ մի քիչ շատ լինեին երեխաները։ Իսկ քո դպրոցում կա մի բան, որը կփոխեիր։ Ամեն ինչ քեզ դուր է գալիս ձեր դպրոցում։ Լավ դպրոց է։ Այո, Իսկ դասարանը։ այո։ Ինչ է ընկերությունը։ Որ իրար հետ միշտ շփվում են, երբեք իրարից չեն եղանում, միշտ ազնիվ են լինում։ Շատ լավ։ Դու ունես ընկերուհիներ։ Այո, Ովքեր են։ անուններով ասեմ։ Կարող ես անուններով էլ ասել, որ հետո մեծանաս նայես վիդեոն հիշես քո ընկերուհիներին։ Նատալի, Արիաննա, Լիաննա, Նարե, լիքը ընկերուհիներ, Լիա, Արինա, Արփի։ Ինչ ես սիրում անել նրանց հետ։ Օրինակ Նատալին եւ Արիանան իմ հետ գալիս են բարի։ Մենք միշտ իրար կողքին բարի ժամանակ կանգնում, լինում է, որ մեկս հետևի շարքը լինում, մեկս առաջի։ Դենց, բայց միշտ ընկնում ենք իրար մոտիկ։ Էլի դպրոցում էլ ենք նույն դասարանից բոլորով, դենց շատ բաներ։ Կամ ունենայիր կախարդական փայտիկ։ Ինչ կանեիր։ Երևի կփոխեի լիքը բաներ։ Ինչ էր օրինակ։ Հենց հիմա ունես կախարդական փայտիկ։ Փոխեի մազերս։ Ահա, ինչ կանեիր, ինչ ձև կանեիր։ Ուղիղ։ Կուղիղացնեիր մազերդ։ Ահա։ Իսկ կթողնեիր այդ երկարության։ Այո, մի քիչ էլ կերկարացնեի։ Մի քիչ երկարացնեիր ու ուղիղ։ Ուրիշ երկրորդը ինչ կանեիր։ Արդեն ուղիղ երկար մազերով ենք։ Երկրորդը կդարձնեի տարին համար։ Ամբողջ տարի համար կլիներ։ Շատ լավ փոփոխություն է ինձ դուր է գալիս։ Երրորդը։ Երրորդը որ ապրես ծնունդս լիներ։ Շատ լավ։ Կարող է չորրորդ էլ կա։ Չէ։ Եթե գնահատեիր քո ուրախությունն ու երջանկությունը 1-ից 10 սանդղակով։ Ինչքան երջանիկ ես դու։ Շատ։ 10 թե 7։ Չէ, 10-ից ավել։ 10-ից ավել։ Ինչ լավ է։ Ինչ ես տեսել Դուբայում։ Լիքը տեղեր, լողավազաններ, հյուրանոցներ, գեղեցիկ տեսավայրեր, շատ խաղային տեղեր, շատ էլի բաներ են տեսել, բայց չեմ հիշում հիմա։ Իսկ Վրաստանում։ Վրաստանում էլ նույն բաներից։ Լավ, շատ լավ։ Մերսի հետաքրքիր զրույցի համար։ Ստեսյուն։